Բարի օր, այսօր օրը առաջարկում եմ սկսել սարմալեով։ Սա մոլդովական և ռումինական խոհանոցից մի կերակուր է, որը նման է մեր տոլմային։ Այո, բայց անունը սարմալե։ Հասկացել։ Ասեմ ինչ է հարկավոր այն պատրաստելու համար։ Գլուխ սող, թարմ սամիտ, կաղամբ, չորացրած սամիտ, կլոր բրինձ, տավարի աղացած միս, բեկոն, լոլիկի մածուկ, աղացած կարմիսեղ պղպեղներ աղ և բուսեյուղ։ Ամեն շատ հեշտ է։ Կաթսայի մեջ ջուր ենք եռացնում, մի փոքր աղ ենք լցնում և խաշում կաղամբը։ Ինչպես հայկական խոհանոցում, այնպես էլ մոլդավական և ռումինական խոհանոցում կաղամբի պտղակոթը հեռացնում, նոր ենք խաշում։ Դանակ փոքրիկ դանակ։ Գիտես կաղամբը կարծում կթողնեմ քեզ, դուք խաշես, ինչև ես կպատրաստեմ միջուկը։ Դեմ չես։ Հա? Ոչ։ Լավ, պայմանավորվեցինք։ Այո։ Սա քեզ աշխատանքի համար վերցրու, դանակով վերցրու։ Եվ հետևիր կաղամբին։ Հենց սկսի խաշվել, վրայից կվերցնես։ Չմոռանաք, կարևոր նրբություն։ Կաղամբը, երբ սկսում է խաշվել, առաջին 10 րոպեն գոնե հարկավոր է բաց թողնել կափարիչը, որից հետո կարելի է ծածկել։ Իսկ ինչ ենք դա անում։ Ոչ, տահաճ։ Հոտերը, այո, համը, ասեմ գլոշի հետ անհայտանում է։ Իսկ մենք պատրաստենք միջուկը։ Միջուկի համար հարկավոր է սկսել սող հեռացից։ Մի փոքր ձիթայուղով, բուսայուղով կտապակենք սոխը։ Տաս րոպեն անցավ։ Ոչ։ Վստահ։ Այո։ Դե դու պահիր ժամանակը, սա քեզ կափարիչ է, կծածկես։ Հաստորեն անցավ, թե չանցավ։ Փորձեցի։ Լավ։ Սոխը հետ թափանցիկացավ, կհամեմենք չորացրած սամիթով։ Մինչև կարելի է բեկոնը կտրատել ժամանակ չենք կորցնում։ Բեկոնը տեսեք, թե ինչպես են կտրատում, այսպես։ Սա դնելու ենք շեֆտերի արանքում։ Ես հիմա քեզ կտամ 2 պատառաքաղ և 2 պատառաքաղի օգնությամբ այսպես կամ այսպես կաղամբի տերևները կառանձնացրես, վերցրու։ Սոխը արդեն թափանցիկացել է, համեմում ենք։ Լցնում ենք բրինձը։ Եվ մարմանդ կրակի վրա թողնում ենք մի փոքր շոքե խաշվի։
որպեսզի շոկի խաշվի ինչ է պետք։ Կափարիչ։ Եվ Բարձր տրամանուց։ Եվ մի փոքր ջուր, ամեն դեպքում։ Ջուրը արդեն տրամանուց։ Չնայած սոխը իր խոնավությունը ունի, բայց մի փոքր կավելացնենք։ Ստացվում է։ Այո, լավ։ Ես գործի դնեմ սիրելի ամանը։ Լցնում ենք արդեն պատրաստի սոխեռացը։ Տավարի աղացած միսը վրան։ Մի փոքր լոլիկի մածուկ, բեկոնները դնենք կողք, տախտակինց պետք է, թարմ սամիթից մանր կտրատում ենք, մի փոքր էլ պահում ենք մատուցելու համար։ Սա համեմում ենք աղով և պղպեղներով։ Եվ լավ հումցում։ Տրել եմ պատառաքաղով անել։ Ավելի լավ կստացվի։ Խճողակը պատրաստ է։ Նախապատրաստենք կաղամբը։ Ամբողջը խաշվեց։ Մի փոքր մնաց։ Լավ։ Դուր, որքան որ խաշվել եմ։ Հիմա տեսեք, թե ինչ ենք անելու։ Նախ ընտրենք կաթսան, որի մեջ պատրաստել ենք։ Շատ քիչ բուսայող։ Այնուհետև վերցնում ենք այսպես կաղամբը, հայկական խոհանոցում կոշտ մասը կամ դանակով կտրում ենք, կամ մուրճի օգնությամբ փափկացնում։ Իսկ այստեղ այսպես ուղղակի հեռացվում։ Եվ տեսեք, թե ինչ է լինում նրա հետ։ Սա փռում ենք կաթսայի տակ։ Նախապատրաստենք կաղամբները, հետո նոր կլցում ենք։ Կոշտ մասը, տեսեք, հեռացնում ենք և շերտատում։ Սա իբրև բարձիկ լցնում ենք կաթսայի տակ։ Եվ սկսենք խճողել։ Նույն, այսպես ասած, բարձիկը, կոթերը անելու ենք նաև վրայից։ Սկսենք խճողել։ Նրանք դա մի փոքր ուրիշ ձև են անում, բայց ես առաջարկում անել հայկական ձևով։ Լումաններ դնենք մեր հայկական խոհանոցի, մոլդովական խոհանոցում։ Շատ լավ փաթաթում ենք և շարում։
փոքրիկ տորմաներ։ Առաջի շարքը շարելուց հետո կշարենք նաև խոզապուխտը, որը կտրատել ենք, որից հետո կանենք երկրորդ շարքը։ Շարքը ավարտված է, դնում ենք բեկոնը, իմաստն էլ պահենք վրայից կդնենք, այն շատ յուրահատուկ համ է հաղորդելու տոլմային։ Տեսնում ենք եռացրած ջուր, համեմում ենք մի փոքր աղով, պղպեղներով և լոլիկի մածուկով։ Բայց նախքան սոուսը լցնելը հարկավոր է վրայից կաղամբ լցնել։ Այսպես շերտատում ենք մնացած կաղամբը և լցնում վրան։ Չմոռանանք բեկոնի մասին, տարածում ենք բեկոնը, այս մեկը ավլոտ է և գրքին կաղամբ։ Իսկ թարմ սամիթը մատուցելիս։ Դնում ենք ափսեն, վրան Կրակի վրա հասնում ենք եռման աստիճանին, ապա իջեցնում ենք կրակը, արմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև կաղամբը պատրաստ լինի։ Սարմալե Տավարի աղացած միս 400 գրամ, սոխ 2 գլուխ, սամիտ թարմ 1 մեծ փունջ, 4 սամիտ 1 ճաշի գթալի չափ, կլոր բրինձ 3 ճաշի գթալ, լոլիկի մածուկ մոտ կես բաժակ, բեկոն 100 գրամի չափ, կաղամ 1 գլուխ, բուսայուղ, աղ ու պղպեղներ։ Պատրաստման եղանակը՝ կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, կաղամբի կոթը փորել հանել, կաղամբը գցել կաթսայի մեջ, հենց կոթը դեպի ներքև և փափկած տերևները հերթով հանել քամիչի մեջ, սոխը մանր խորանարդների կտրտել, քիչ բուսայուղով տապակել մինչև թափանցիկ դառնա, ավելացնել բրինձը միասին 1 րոպե տապակել, բեկոնը ոչ մանր կտրտել, սոխերածը համեմել 4 սամիթով, մոտ 1 քառորդ բաժակ ջուր լցնել, ծածկել, թողնել ջուրը քաշվի, կաղամբի տերևները փաթաթելու համար հարմար կտորների կտրտել, մնացածը կոթերը ավելորդ տերևները բարակ շերտատել, աղացած միսն ու սոխերածը լցնել թասի մեջ, ավելացնել 1-2 ճաշի գթալ լոլիկի մածուկ, համեմել աղ ու պղպեղներով, խառնել, մնացած լոլիկի մածուկը բացել կես լիտր տաք ջրով, կաթսայի հատակին շաղտալ, կաղամբի շերտատած մասերի կեսը, կաղամբի տերևներով և խեճողակով փաթաթել սովորական
տոլմաներ եւ դրանք շարել կաթսայի մեջ, կաղամբի շերտիկների վրա։ Մեկ շարք լրացնելուց հետո վրան բեկոնի կտորներ դնել, երկրորդ շարք սարմալեն դասավորել։ Վերջում երեսին բեկոնի մնացած կտորները դնել, շաղ տալ շերտատած կաղամբի մնացորդը, լցնել ջրով բացած լոլիկի սոուսը, ափսե շրջել, ուժեղ կրակով հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել, եփել մոտ 1 ժամ։ Այս ուտեստը կարելի է պատրաստել նաև թթու կաղամբով, այդ դեպքում հարկ կլինի եփել առնվազն 2 ժամ։ Բլղուրը մեր ազգային հարստության մի մասն է կազմում։ Այն շատ օգտակար է, շատ ավելի օգտակար է սպիտակ ձավարից։ Այսօր հենց նրանով պատրաստելու ենք աղցան, ասեմ ինչ է հարկավոր։ Բլղուր, սխտոր, պանիր պարմեզան, կիտրոն, քացախ, զուգ, աղացած սրբպղպեղ, աղ, կանաչ պատիճավոր լոբի և ձիթայող։ Մշակենք բլղուրը։ Ընդհանրապես բլղուրը միայն թռչում ենք, բայց քանի որ սա մի փոքր խոշոր է, երբ կգա նոր կթողնենք հասունանա։ Վրան լցնում ենք եռացած ջուր։ Հենց սկսեց եռալ, կանջատենք կրակը և կթողնենք հասունանա։ Իսկ մինչ այդ փոքր քանակի ձիթայողով տապակում ենք կանաչ պատիճավոր լոբին։ Բլղուրը դες անմիջապես սկսեց եռալ։ Շատ քիչ աղ։ Ծածկում ենք և թողնում ենք հասունանա։ Կանաչ պատիճավոր լոբին հարկավոր է քամել։ Թող տապակվի, մշակենք սխտորը, այն հարկավոր է ճզմել, մանրացնել, ճզում ենք, որպեսզի բույրը բացվի, և տապակում ենք։ Փաստորեն բլղուրը հասունանում է, լոբին տապակվում է։ Ինչ վիճակում է բլղուրը, Լավ։ քաշել էր մեջ, ողջ եթե։ Սա լցնում ենք վրան, համեմում ենք, չմոռանանք, որ բլղուրի վրա աղարել ենք, բայց լոբին է անհամ, նա կփորձենք, չմտածես։ Չես մտածում, չէ՞։ Շատ եմ մտածում։ Եվ ինչքան մտածում ես։ Մտածում եմ։ Այո։ Կիտրոնի հյութ։
Կրակը չենք անջատում։ Պատրաստելու ենք ձու աշոտ։ Վերցնենք մատուցվող ափսեն։ Ջրի մեջ լցնում ենք մի փոքր քացախ եւ տեսեք թե ինչ ենք անում։ Հարկավոր է այն պտտելով ստանալ ձագար եւ այդ ձագարի մեջ գցում ենք ձու։ Դու կարող ես պտտել, որպեսզի ձագարը առաջանա։ Վերցրու։ Զուն, պետք է ջարդել, այսպես պատրաստի պահել։ Պտտիր վագրի գլուխը։ Ապրես։ Հանիր։ Եվ զգուշորեն հանում ենք ձուն։ Մի փոքր պետք է։ Տեսնենք, թե ինչով ենք հանում պաշոտին քացախաջրից զգուշորեն, որպեսզի ամբողջական դուրս գան։ Բռնեցինք նրան։ Տեսար, ինչ հեշտ է բռնել պաշոտին։ Իսկ դու ասում էիր։ Եվ վերջում վրան պարմեզան պանիր ենք քերում։ Պատրաստեք եւ ըմբոշխնեք։ Բլղուրով եւ կանաչ լոբով աղցան։ Բլղուր մոտ 1 բաժակ 250 գրամ, սխտոր 1-2 բջիջ, պանիր պարմեզան 20 գրամ, կանաչ լոբի 100 գրամ մենք վերցրել ենք պահածոյացված լոբի, կիտրոնի հյութ 1-2 ճաշի գթալ, ձիթայուղ 2 ճաշի գթալ, աղ, սև պղպեղ, ձու 2 հատ եւ քացախ 2-3 ճաշի գթալ։ Պատրաստման եղանակը. բլղուրը լցնել սոտեյնիկի մեջ, վրան տաք ջուր լցնել, թողնել երկը, կրակից վերցնել, քիչ աղ անել, թողնել այն հասունանա։ Կանաչ լոբին ջրքամել, ձիթայուղով տապակել, ավելացնել ճզմած ապա մանրացրած սխտորը, ավելացնել հասունացած բլղուրը, զանգվածը համեմել, կիտրոնի հյութ լցնել, խառնել, կրակից վերցնել։ Բենեդիկտին եղանակով ձու պատրաստելու համար կրակին սոտեյնիկով ջուր դնել, թողնել այն եռա, աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, սոտեյնիկի մեջ քացախ լցնել, գթալով ջրապտույտ առաջացնել, ապա ջարդած ձուն սահեցնել այդ ջրապտույտի ձագարի մեջ։ 2-3 րոպեից ձուն կարելի է հանել, մատուցել այս կերպ պատրաստված ձուն աղցանի հետ։ Այսօր այսքանը եւ հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ հետ պատրաստել, ասեմ, հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք։ Տավարի միս, ձիթայուղ, սխտոր, կիտրոն, սոխ, սպիտակ գինի, կարագ, ձիթայուղ եւ Բարձր տրամադրություն։ Կհանդիպենք երբ կհանդիպենք։